ձեզ։ Բարև ձեզ։ Ես Վարդան Ղուկասյանն եմ, ում հետ եմ խոսում, կներեք։ Հասարակայնության հետ կապերի ծառայության կոորդինատոր Հայկ Կիրակոսյան, լսում եմ ձեզ։ Պարոն Հայկ Կիրակոսյան, ուրեմն մենք ունենք այսպիսի մի խնդիր։ Տևական ժամանակ է, ինչ դուք կուսակցության նախագահ Անուշ Խուդավերդյանը երևակայի դուք նայել եք հայկական ֆիլմ Կտորմե երկինք, այն Թորիկ Մորքուրը, որ դու նարտու նգած գնամա ու ցախ տեղերը ստանում է մերժում։ Նույն ձևով մենք ընկած բանկ առ բանկ Թորիկ Մորքուրի նման ասնում ենք, օրինակ, Armsvers Bank, Evoca Bank, Melat Bank եւ այլն, ել շարունակեմ, Ararat Bank եւ այլն։ Որպեսզի կարողանանք բացել հաշվի համար, դա օրենքի պահանջ է, որ կուսակցությունը պետք է ունենա հաշվի համար։ Բայց ոչ մի բանկ հաշվամարտ չի բացում, թղթերը վերցնում են, ասում է X աշխատանքային օր եւ ասում են, գիտեք ինչ, դուք ձեր համար հաշվի համար բացելը բարձր ռիսկային գոտի է։ Ստանալ գրավոր մեկնաբանություն կամ գրավոր մերժում չի լինում, չի ստացվում, ի՞նչ է նշանակում հաշվի համար բացելը բացր ռիսկային գոտի, եթե վարկ վերցնեմ կհասկանամ 80 տարեկան մարդ եմ մեռնում եմ, չեմ կարող փողոտամ, բայց ես հաշվի համար եմ բացում։ Դեռ դա պարտավոր է։ Հիմա մենք եկել ենք ձեր դուրը եւ նորից հայկական ֆիլմերի սցենարով պետք է ասեմ մետերեղի, որպեսզի դուք ձեր կողմից նախընտրած ցանկացած հայկական բանկում մեզ տակ թուղթ եք տալի, գրություն եք տալի, պարտավորում եք բանկին, չգիտեմ, օրենքի պահանջը կատարել եւ ցանկացած որևիցե մի բանկում բացել Վարդան Ղուկասյան դոկ կուսակցության համար բանը դրամային հաշվի համար։ Հիմա ո՞նց անենք եւ ինչ ձև անենք, ասեք, պարոն Կիրակոսյան։ Պարոն Ղուկասյան, դուք դիմում ներկայացրել եք կենտրոնական բանկի Այսօր մենք ձեզ ուղարկել ենք։ Այսօր մենք ուղարկել ենք ձեզ գրավոր դիմում բողոք, խնդրելով, որ դուք ցանկացած բանկ, դուք հենց բանկ ինքը որոշի կենտրոնական բանկը, որի վրա ձեր մատը դնեք, մենք գնանք այդ բանկում վերջապես հաշվի համար բացենք, դա օրենքի պահանջ է։ Դուք իմ հետ համաձայն չեք։ Շատ լավ, պարոն Ղուկասյան, դուք դիմումը ուղարկել եք, մենք օրենքով սահմանված կարգով ձեր դիմումը դիտարկենք եւ դες անպայման պատասխանենք։ Շնորհակալություն, մեր խոսակցությունը գնում է ուղիղ եթեր, ես ուզում եմ հասկանամ որքան աշխատանքային օրվա ընթացքում կենտրոնական բանկը մեզ կպատասխանի։ Ձեր օրենքները ո՞նց են։ Սովորաբար 15 աշխատանքային օր, բայց դա մաքսիմումն է։ Ես պետք է այսօր մուտքագրվել է էլեկտրոնային է ուղարկվել։ Ուղարկվել է էլեկտրոնային, բայց այսօր ժամը 3-ից հետո կբերենք նաև արձերն այդ նույն դիմումը եւ խնդրած կլինենք մի փոքր ավելի սև ժամկետներ, որովհետեւ դա ընդամենը մեկ հեռախոսազանգի խնդիր է։ Շնորհակալություն ձեզ, պարոն Կիրակոսյան։ Ես կփոխանցեմ։ Եղավ։ Լավ։ Շնորհակալություն։ Լրիվ մեզ խես կուսակցության նախագահ տարելա Թորիկ Մորքուրը։ Այս բանկից եմ բանկ, այն բանկից է խշկնի կտղտեր խփամա դոշի, կնեմ այս բանկ, մերժում հանում են դուրս, կնեմ այն բանկ, նորից մերժում հանում են հետո։ Ուրեմն մենք այստեղ նաև գրավոր դիմում ուղարկել ենք ՄԻՊ-ին, ուղարկել ենք կենտրոնական ընտրական բան հանձնաժողով եւ ֆինանսական հաշտարարի գրասենյակ եւս զանգում ենք մարդ չկա նիկտոնի բիրոտ, բայց նամակը տանել ենք տանք։ Ուրեմն ինչ է ուզում ասել։ Տենալով այս ամենը, նաեւ ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության վիճակը, ես իմ նախընտրական ծրագրում գրել եմ մի հիանալի օրենք, որը որ բխում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության 3-րդ հոդվածից նամանավանդ։ Քանի որ մենք կուլտուրական մարդ ենք, այս պայծառությամբ ես ուզում եմ կուլտուրական ներկայացնել, իսկ ժամը 22:00-ին ասորվա մեր եթերի ժամանակ մենք կներկայացնենք արդեն այն ձևով, որը որ բնորոշ է մեզ։ Ինչ ասում Հայաստանի Հանրապետության սահմանադրության 3-րդ հոդվածը։ Հայաստանի սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն Հայաստանում մարդն է բարձրագույն արժեքը եւ ամբողջ օրենսդրությունը պետք է ծառայի մարդուն, այլ ոչ թե մարդկանց, չէ, առասարակ կեղեքող ու թալանող բանկերին։ Մարդն է բարձրագույն արժեքը։ Իսկ այսօր բանկերը թալանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Եվ տեսեք ինչ հետաքրքիր թալանի մեխանիզմ է։ Նախ ում են պատկանում բանկերը, կամ օլիգարխներին,
կամ ներկա կամ նախկին չինովնիկներին, Ռոբերտ Քոչարյան, Ֆլեշի Բարսեղ, Նեմեց Ռուբո եւ այլն, էլ Գրզո, էլ անվանական մենք բջջարունակենք։ Ինչա անում։ Քաղաքացին գնում է բանկ վարկ վերցնելու։ Ասում են չէ, երկու հատ էլ երաշխավոր բեր։ Նման բան գոյություն չունի ոչ մի երկրում։ Ես լինելով, այսպես ասած, աշխատանքի թույլտվություն ունենալու կարգավիճակում անհատ Միացյալ Նահանգներում, չլինելով Միացյալ Նահանգների քաղաքացի, չունենալով green card, գնաց եմ մտել եմ բանկ, առանց երաշխավոր, առանց բան, թուղթը տվել եմ, ասել եմ ուզում եմ վերցնեմ մեքենա, բանկը գրե տվել է։ Դարձ։ Էլ ոչ երաշխավոր ա ուզե, ոչ են։ Իսկ Հայաստանի Հանրապետությունում եւ երաշխավոր եւ խոսքի օրինակ $100,000 տունը գնահատում են 60,000, մի հատ էլ ասկաբաշական տոկոս դնում են վզին, տալում են քաղաքացուն, քաղաքացին էլ չի կարող վճարի կամ ինչ-որ նմանատիպ խնդիրներ, հարկադիրը գնում է, տունը արգրավում է, վաճառում են, տալիս են բանկին։ Ուրեմն ինչա դուրս գալի։ Հայաստանի Հանրապետության հարկատուները իրենց գրպանից հարկ վճարելով այդ հարկից գոյանում է հարկադիր մարմնի աշխատակցի աշխատավարձը ու այդ հարկադիր մարմնի աշխատակիցը, որը վճարվում է նույն քաղաքացուց հարկատուից, գնում է այդ նույն քաղաքացուն հարկատուին մազերից բռնում է տնի շպրտում է դուրս, տունը ծախում է տալում է Գրզոյին, Ֆլեշի Բարսեղին, չինովնիկներին, Ռոբերտ Քոչարյանին եւ այլն։ Առհաձես, եթե կլինի նման բան։ Ուրեմն ինչ եմ ես գրել, օրենքը Վարդան Ղուկասյանի դոկուսակցության իշխանության գալուց անմիջապես ոնց որ ասել են, չէ, բանը պլոնկեքի հոդվածը, որ պլոնկեկը տեղում չեղարկել, բալային համակարգը վարորդների համար պրավի զրկվելը տեղում չեղարկել, բոլոր վարորդները, որոնք զրկվել են վարորդական իրավունքից, տեղում բոլորի պրավաները հետ վերադարձնել, կրիմինալ ենթամշակույթի մասին օրենքը տեղում չեղարկել, համաներման հարցը միանգամից կողել պարլամենտ 7 տարով համաներում Էլեկտրոնային դեղատոմսերը չեղարկել, ինչ դեղ ուզում ես գնա դեղատանից առ, ոնց որ եղել է մինչև այդ չեղարկել։ Այն նույն տիպի ուժի մեջ է մտնելու վարկյանական առաջին իսկ կառավարության նիստի ժամանակ։ Հետևյալ օրենք, հետո թող գնա ազգային ժողով հաստատվի։ Ուրեմն չի կարող արգրավել քաղաքացու միակ գույքը։ Այդպես օրենք էին բերել ժամանակին Սերժ Սարգսյան Ղաղբի տղեկը, նու մենք այդ արդեն սոկանանք մեր ոսկեղենիկ հայրենին։ Ղաղբի տղեկը, որ մինչև այսքան արժողությամբ տուն է չչարգրավել, չխլել եւ այդ օրենքը չի գործում։ Ուրեմն եթե մարդը ունի միակ գույք, այդ գույքը արգրավման, բռնագրավման ենթակա չի։ Ունի մի հատ մեքենա, տունա վարկավեկալ է, ու մարդը գնաց է վարկը վերցել է, այդ մի ավտոն։ Հարկադիրը իրավունք չունի մոտիկ գնալու ոչ տանը ոչ մեքենային։ Գումարած դրան, հարկայինը ներողություն, հարկադիրը իրավունք չունի ոչ մի պարագայում եւ ոչ էլ դատարանները այլևս գումար բռնագրավեն քաղաքացու թոշակից, աշխատավարձից կամ նպաստից։ Այլևս իրավունք չեն ունենալու։ Վերցրել է վարկ, չի կարողանում վճարի վարկը, ինձ դա կասայիցա չի անում։ Կասայիցա, պես բացատրել չան, ոչ մեկ իրավունք չունի քաղաքացու աշխատավարձի վրա դնի բանկի հետ կապված ինչ որ արգելք եւ աշխատավարձ բռնագրավում։ Ալիմենտ, այո, վարորդական երթևեկության կանոնների խախտում, այսինքն այն ինչ որ վերաբերվում է պետության շահերին եւ այն ինչ որ վերաբերվում է միջանձնյա, խոսքի օրինակ, պիտի բանը մորը տարեք ցելա ծերանոց, մոր համար պիտի վճարի ալիմենտ, այո, հարկադիրը դնում է գլխին։ Երեխու համար ալիմենտ